քաղաքական ուժեր կան, թե ասում են, պատշաճ ձևով սպասվող ծավալներով չի իրականացվում գույքի վերադարձը, հետաքրքիրն է նա, որ այսպես խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները հենց այս ապօրինի գույքի գործընթացով անցնում են, եւ նրանք այս խոսույթը փորձում են օգտագործել հանրության շրջանում հիասթափություն առաջացնելու համար։ Այո, տեմպերի հետ կապված մենք խնդիր ունենք, բայց դա նաև նրանից է, որ եմ ասում, սիրելի ժողովուրդ, մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռից վերցնում, մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, եւ մաֆիայի դեմ պայքարը այդքան հեշտ չի, եւ ինչ այլոց մենք միակ քաղաքական ուժն ենք, որ շարունակում ենք, բոլոր այն քննադատողները, որ լավ չի իրականացնում պետական ապօրինի գույքի վերադարձը, իրենցից ոչ մեկը չի ասում, այ որ մենք գանք իշխանության, ավելի լավ դա կանենք, որովհետև իրենց 90%-ը հենց այս ապօրինի գույքի վերադարձի process-ի թիրախն են։ Այս նրբության վրա ուզում եմ շատ ուշադրություն դարձնել։ Նրանք ուզում են հանրության շրջանում հիասթափություն առաջացնել, բայց այդ հիասթափության առաջացման արդյունքում իրենց ակնկալած արդյունքը ոչ թե այնա, որ ապօրինի գույքը ավելի մեծ տեմպերով վերադարձվի, այլ այդ գործընթացը կանգնեցվի եւ իրանք այն process-ները, որ գնում են իրենց գույքերը վերադարձնելու ուղղությամբ այդ process-ը ուղղակի կասեցվի, այս նրբությունը խնդրում եմ գնահատեք եւ ուզում եմ ասել նաեւ, որ մենք արդեն process ենք սկսել այլ երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի վերադարձի, փողի վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության։ Խոսքը վերաբերվում է արդեն մամուլում եղել է, տեսել եք երևի, նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի մի մեծ մասը բնականաբար վերադարձնելու, որովհետև Միացյալ Նահանգների կառավարությունը իր արած ծախսերն է պահելու եւ այնտեղ իրենք Խաչատրյանների ընտանիքի հետ հաշտություն են կնքել եւ մի որոշակի տոկոս թողնվելու է նրանց եւ գույքի մոտավորապես գնի մոտավորապես 70%-ը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետություն, խոսքը մոտավորապես 15-ից 20 միլիոն դոլարի մասին է։